Ադրբեջանի բանտերում շինծու գործերով դատում են 23 հայերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, բայց ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի, սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե Բաքուն միայն նրանց է պատանդարել։ Ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին եւ այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո եւ երկրորդը, որ գերիները ուղղակի բռնի անհետացել են։ Ալիևի կառավարությունը տարեսկզբից էր նպատակադրվել Կարմիր խաչի միջազգային պատվիրակության գործունեությունն արգելել երկրում եւ վերջերս էլ խփեց նրանց դեպորտը։ Մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն, հատկապես եթե այդ առաքելությունը նաեւ հայերի համար է։ Իսկ Կարմիր խաչի պատվիրակները միակն էին, որ Բաքվից պահում էին հայ ռազմագերիների ու աշխարհի միջև կապը, այդ թվում նրանց իսկ ընտանիքների հետ, սնունդ ու հիգիենայի անհրաժեշտ պարագաներ հասցնում։ Վերջին այցելությունը հունիսին է եղել, դրանից հետո մինչև այս պահը հայտնի չէ ադրբեջանական բանտերում հալածվող հայերի իրական վիճակը։ Ավելի ուշ ի դեպ այդ տեսակցությունից շուրջ 2 ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, բայց այդ սպիտակ թուղթն էլ չօգնեց Բաքվին նույնիսկ փոքրինչ փոխել վերաբերմունքը բանտարկված հայերի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագիրը, այստեղ մենք ունենք կրկին լուրջ մտահոգություն եւ քննադատություն, քանի որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը նախ կկարգավորեր գերիների անհապաղ վերադարձը, որը թեև Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված է, բայց ոչ մեկ չի խանգարում, որպեսզի լրացուցիչ ավելի հստակ երաշխիքներով այդ հարցը կարգավորվեր։ Հայաստանի միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հիշում է, դեռ 2020 թվականից թերահավատություն կար միջազգային դատական գործընթացների նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չէր ենթարկվում համապատասխան որոշումներին, վճիռներին։ Հիմա խաղաղության նախապայմանագրով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել հրաժարվել Բաքվի դեմ բոլոր միջազգային ատյաններում նախաձեռնած իրավական տրցակներից, դրանք հետ կանչելով, ինչը մնում արդյունքում Բաքվի շոու դատավարությունները, որ պարտադրելու են միակողմանի ճշմարտություն։ Միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև այդ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կոպտակուն խախտումները, պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավական հայցերը նաև անվտանգային երաշխիք են ըստ Կիրակոսյանի, միջազգային դատերը պետք է շարունակել, մասնագետներն առայժմ հույսն ամբողջությամբ չեն կորցրել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։